Ինչպես Նարեկացին ասում, Տերիմ եւ Աստվածիմ, սերիմ եւ վստահությունիմ։ Այսինքն այս ամենը դու պիտի բարձրաձայն Հիսուսին ասես, խոստովանես եւ ապրես Հիսուսի հետ այդ կյանքով։ Եթե դու չես ապրում այս կյանքով, պարզապես Հիսուսի մեն նեղության ժամանակ ես ունում եւ չես գործում այս աշխարհում այդ սկզբունքով, ուրեմն ինքը քո թագավորը չէ։ Հрьяաները ինչ արեցին։ Հիշում եք, երբ որ Աստված հрьяաներին հանեց Եգիպտոսի գերությունից, բերեց Ավետեց երկիր, իրենց ինչպես էր առաջնորդում, ցերեկը սյան ամպի տեսքով, չէ, ամպիսյան տեսքով, գիշերը կրակիսյան տեսքով, չէ։ Հետո ինչ արեցին հрьяաները, ասացին, որ մենք էլ ենք ուզում մյուս ազգերի պես տեսանելի թագավոր ունենալ։ Այսինքն իրենք հրաժարվեցին Աստծո թագավոր լինելուց, որ Աստված իրենց առաջնորդի եւ տեսանելի թագավոր խնդրեցին։ Այնպես էլ մարդը կարող է հավատալ Քրիստոսին, բայց այս աշխարհի մեջ տեսանելի թագավոր ուզում էր կյանքը լինի։ Այն որ մենք ասում ենք իմ երեխան իմ Աստվածն է, իմ ծնողներն իմ Աստվածն են, արդեն դու վերջ դավաճանեցիր ճշմարիտ Աստծուն եւ հրաժարվեցիր Քրիստոսի թագավոր լինելուց։ Իմ ծնողն իմ զավակը չեն կարող ինձ համար Աստված լինել։ Ինձ համար թանկ են իրենք, բայց իմ փրկիչ եւ Աստվածը Հիսուս Քրիստոս ինքն է։ Դրա համար դու պիտի Հիսուսին ընդունես, ընդունելով հանդերձ նրա հետ ապրես եւ նրա հետ գործես այս աշխարհի մեջ վկայություն լինելով մյուսների համար